Տիկին Ահաջանյան, այսօր իշխանությունը պայքար է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, ձեր կարծիքով ո՞րն է դրա նպատակը, ինչի են ուզում հասնել, եւ իրենց նախաձեռնությունն է, թե թելադրանք է։ Գիտեք, դա իրենց նախաձեռնությունը չէ, ընդհանուր ծրագրի մաս է կազմում, եթե հետևածն եք գունավոր հեղափոխությունների սցենարներին, դուք կտեսնեք, որ տվյալ խմբի կոչենք ազգ, պետություն հենասյունային կառույցների հանդեպ, հատկապես եթե դրանք կրոնական բովանդակություն ունեն, մեծ արշավ է սկսվում եւ դրա նպատակը դիմադրողականության առանցքային հենասյունները ոչնչացնելն է։ Մեր պարագայում հայ առաքելական եկեղեցին մեր ինքնության մասն է եւ այդ հազարամյակների ընթացքում անբաժան առաջատարն է եղել մեր ազգային դիմադրողականության ձևավորման եւ դրա անխաթար առաջ մղման եւ փաստացիորեն նաեւ մենք դա տեսնում ենք այդ թվում նաեւ Սփյուռքում չձուլման քաղաքականության, որպեսզի այդ ազգային ինքնությունը մշակութային քաղաքակրթական եւ այդ թվում նաեւ որպես առաջի քրիստոնյա պետություն հենասյունային ամրությունը պահպանելու ժառանգներին փոխանցելու մեր պատմական հիշողությունը մեր սերունդներին փոխանցելու իմաստությունը հազարամյակների դա հաջորդներին հաջորդ եկողներն փոխանցելու եւ այդ ամբողջի մեջ այդ ամբողջական դիմադրողականության ապահովման ամենակարևոր գործոններից մեկն է եղել հատկապես այն շրջանում երբ որ մենք պետականություն չենք ունեցել բնականաբար այս իշխանությունը որ սպասարկում են արևմտյան հեռահար նպատակներով ձևավորված թուրք-ադրբեջանական ծրագիրը նրանց համար հենասյուն առանցքային կառույց որը կարող է խաթարել իրենց ծրագրերի իրականացմանը որպես հակառակորդ թշնամի են կարվում եւ մենք դա տեսանք դեռևս 18 թվականին երբ որ նրանք փորձեցին այսպես կոչված նոր Հայաստան նոր հայրապետ շարժման միջոցով եկեղեցում իրենց մարդուն բերելու եւ մարդու որը կամակատարի դեր կկատարի եւ իրենց ցանկություններով կառաջնորդվի սակայն եկեղեցին նման ճղճի մտածելակերպով մարդկանց հազարամյակների ընթացքում շատ է տեսել, շատ պատոհասների միջով է անցել եւ այդ կուտակած իմաստությունը բնականաբար նրան թույլ է տալիս նախ ճիշտ գնահատելու սպառնալիքը եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու։ Այսինքն մենք հասկանանք, որ սա ոչ թե ինչ որ մեկ անձի տվյալ պահի կմահաճույք է, որը փորձ է արվում այդպես ներկայացվել, դրա հանրային տրամադրությունների մեջ ինչ որ նման տպավորություն ստեղծել եւ ոչ էլ անձնավորված խնդիրներով մոտեցումներ է, այլ ունի հստակ նպատակ ազգի ինքնության ոչնչացման ուղղված եւ նրա դիմադրողականության ջախջախմանը ուղղված եւ սա է ամբողջ այս եթե ամփոփենք գործողությունների ծրագրի նպատակը սա է